Տիկին Գալստյան, ձեր աշխատանքային սենյակն է, մենք նկարահանումներ էինք ուզում սկսել եւ առաջինը ձեզ հանդիպեցինք, նախ ձեր տրամադրվածությունը ձեր աշխատանքային սենյակն է 5 տարի եղել, հիմա կարծես թե աշխատանքները եք իրականացնում, հավաքել եք ամբողջ իրերը, ուր եք տեղափոխվելու։ Ճիշտ ասած, որ գալիս է ազգային ժողով, երբ որ ընտրություններից հետո չէի եղել, կարծես թե չեմ եղել, բայց բանն է, մտքիս մեջ մի զգացում ունեի, որ մի փուլ ավարտվեց եւ մի նոր փուլ եւ զգացումներս խառն են, բնականաբար, եւ դրանք անձնական հոգեբանական չեն, խառն են, որովհետեւ բոլոր մտածումները պրոյեկտվում են բնականաբար Հայաստանի ապագայի շուրջ։ Ցավոք սրտի ընտրությունները չհանգուցալուծեցին այն ճգնաժամը, բազմաբևեռ ճգնաժամը, հոգեբանական, պարտության, քաղաքական, բարոյական ճգնաժամը, ինչի մեջ խորապես հայտնված է հայ ժողովուրդը Հայաստանում, թե Սփյուռքում, եւ տրամադրությունները շատ հակասական են, բնականաբար գիտակցում ենք, որ աշխատանքի եւ պայքարի մի նոր հանգրվանում ենք հայտնվելու, որտեղ դրանք պայմանավորված են Հայաստանին ուղղված մարտահրավերներով։ Նաև շարունակ մտածում ունեմ, թե ինչպես արժևորել այս 5 տարին, որովհետև հանրությունը մեծ սպասելիքներ ունի, եւ բացի այն, որ հանրությունը մեծ սպասելիքներ ունի, մենք բոլորս մտածող մարդիկ պարտավոր ենք կասեցնել, ոչ կտրել լռության շղթան, հանդուրժելու շղթան, այն փաստագրողի կերպարը, որ մենք շարունակ պարտություններ ենք արձանագրում, ես նկատում եմ պետության համար պարտություններ ենք արձանագրում, եւ պետք է շղթան կոտրել, բեկել, եւ հույս ունեմ այն քաղաքական թիմը, մեր քաղաքական թիմը, ովքեր գալու են խորհրդարան, Հայաստան դաշինք, դաշնակցություն, մեր քաղաքական թիմը եւ ես կարծում եմ, որ ուժեղ Հայաստանի հետ շատ լուրջ մարտահրավերներ ենք դիմագրավելու եւ հավատում եմ մեր միասնական կառուցողական աշխատանքին, թե խորհրդարանի ներսում, թե խորհրդարանից դուրս, ինչպես ասացի, բեկելու այս կործանումների ընթացքը եւ նաեւ վերջին օրերի զարգացումները ել ավելի են համոզում, որ այսպես կոչված այն ապրանքը, որը մեզ վաճառվում է խաղաղության կարգախոսի տակ, հերթական տրոյական ձին է Հայաստանի համար, բացարձակապես խաղաղության մասին չկա խոսք, չի կարող լինել, ինքնիշխանության մասին խոսք չկա, մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները ցած կրտուկների մեջ են, Բրյուսել, Երևան, Վաշինգտոն, Իրան, մեր քթիտակ աշխարհաքաղաքական այս հրաբուխը եռում է, եւ այս աշխարհաքաղաքական բարդագույն կոնտեքստում մենք 9-րդ գումարում ենք, գնում ենք շարժվում ենք դեպի 9-րդ գումարում, ասեմ, որ մեր քաղաքական թիմը տրամադրված է հերթական մարտի համար, որովհետև մեր համար կարևորագույնը Հայաստան պետականության ապագան։